Մեր Տերը նորից հնարավորություն է տվել կենալ եւ ապրել եւ փառք իր անվանը։ Որ շարունակություն ունենք երկրի վրա նրան ճանաչելու, նրան փառավորելու, նրանով հարստանալու եւ երկնքի արքայության, ցնծության, ուրախության սպասումով սպասելու նրան։ Փառք Տիրոջս վրա։ Որն են բարին, որ Դավիթը հետևում էր դրան։ Դավիթն իր մեղքը չէր թաքցնում։ Եվ բարի էր իր համար միշտ Տիրոջ առջև գալ, իր սիրտը բերել Տիրոջը, խնդրել Աստծուց թողություն եւ ողորմություն։ Որ Աստված, երբ որ մարդուն ունի բան ասելու, հաճախ նրան կարելի ասել իզոլացնում է, առանձնացնում է, նրա շրջապատից հեռու է տանում մարդկանց, որպեսզի ինքը սկսի խոսել եւ գործել։ Աստծո խոսքում միտեղ ասում է, որ ես քեզ անապատը կտանեմ եւ քեզ այնտեղ սիրով քեզ հետ կխոսեմ։ Ասել կուզե Աստված, որ ես ամբողջների մեջ չեմ, ես անխաղաղ մարդկանց միջավայրերում չեմ, ես այնտեղ եմ գործում, ես այնտեղ եմ խոսում, որտեղ ինձ համար պայմաններ կան ստեղծված։ Իսկ այդ պայմանը լռությունն է, այդ պայմանը մարդու զատված լինելն է, եւ Տերը այսպես հաճախ անում։ Այսօր մենք պիտի այս հարցին անդրադառնանք։ Աստծո խոսելու պայմանը ո՞րն է իմ եւ քո համար։ Ինչ պայման է ուզում Աստված, որ մենք այդ պայմանը կատարենք, բավարարենք այդ պայմանին, որպեսզի Տերը մեզ սրտերի հետ խոսի։ Քանի որ մենք Քրիստոսի աշակերտներ լինելով, հենց այնպես մեր վրա չենք վերցրել այդ անունը։ Այլ ինչպես գրված է, որ Տերը ասում է այդ մասին, որ իր ոչարները իր ձայնը իսկապես պիտի լսեն։ Եվ այսօր թող Աստված օգնի մեզ, որ մենք իր կարիքն ունենք մշտապես իր հայտնության խոսքի, ամեն մեկս մի հատ փնտրենք սա։ Ամեն ինչ կարող ենք անել, բայց փնտրենք սա։ Ինչ է Աստված իր կամքի մեջ որոշել ինձ համար այսօր։ Ինչ է ինքը ուզում ասել ինձ այսօր։ Եվ ինչպես ասացի, Տերը երբեք չի խոսի, շատ հաճախ մենք կարդում ենք մարգարեների հետ, հին ուխտում Տերը ցույց էր տալիս։ Ասում էր գնա ես իշ տեղը, ասում էր քեզ պիտի առանձնացնեմ եւ այնտեղ պիտի խոսեմ քո սրտի հետ։ Այնտեղ պիտի ասեմ քեզ ինչ որ պետք է։ Խոնարհվենք Տիրոջը կանչենք, խնդրենք թող Աստված իսկապես այսօր մեզ հասկացնի այն ինչ որ ինքը ունի մեզի հաղորդելու եւ թող Տիրոջ անունը փառավորվի ամեն։ Ինչպես ասացի, այսօր մենք պետք է ուշադրություն դարձնենք հետեւյալին։ Մենք որ միշտ փափագում ենք Աստծո խոսքը ունենալ։ Մենք որ միշտ փափագում ենք հայտնություն ունենալ Տերիցը։ Արդյոք հասկացել ենք Աստվածաշնչի շրջանակներում Աստված ինչպես է խոսում մարդու հետ։ Իհարկե շատ կերպերով, շատ մասին չէ, որ Տերը խոսել է մարգարեների հետ։ Սակայն ինչու է մարգարեների հետ խոսել, մենք պիտի խոսենք այն պայմանների մասին, որի դեպքում մարդը բավարարում է Աստծուն, որ Տերը իրեն այցի գա եւ նրա հետ խոսի։ Դուք բազմաթիվ տեղեր եք Սուրբ Գրքում հանդիպում, երբ Աստված միայնակ անձանց այցելություն է անում։ Եվ այդ անձիկ եւ ոչ թե հրապարակներում են լինում կամ ամբողջների մեջ են լինում, այլ եթե նույնիսկ լինում են, ելի եմ կրկնում Տերը նրան առանձնացնում է։ Հենց թեկուզ սկսենք նրանից, որ դեռևս շատ վաղ ժամանակներից մինչև ջրհեղեղն անգամ գրված է Ենովքը Տիրոջ հետ վարվեց, քայլեց։ Ինչպես կարելի է Տիրոջ հետ քայլել, միաժամանակ քայլել աշխարհում։ Շատ զարմանալի, այդպես ալեգորիկ իրավիճակ ենք տեսնում։ Ինչ է նշանակում Տիրոջ հետ քայլել։ Մենք էլի սրանք անդրադառնանք դեռ, որովհետև ողջ մեր այսօրվա նյութը սա պիտի լինի։ Ինչպես Տիրոջ հետ քայլել։ Տիրոջ հետ քայլել դա չի նշանակում պարզապես իր ներկայությունը, ինչպես այսօր շատերը ինչ որ այցելություններ, ինչ որ հովեր, ինչ որ զորություններ իրենց վրա կրելով բավարարվում են, որ Տերը ներկա էր, Տերը այցելեց իբրև։
Տիրոջ հետ քայլելը դա այն նույն վիճակն էր, որ Ադամն ուներ մինչև մեղք գործելը, երբ Տերն իջնում էր զով ժամանակին եւ հաղորդակցվում էր Ադամի հետ։ Ենովքը ունեցել է նման հաղորդակցություն։ Ենովքը ունեցել է Տիրոջ հետ միշտ կենդանի կապ։ Աբելը ունեցել է Տիրոջ հետ հաղորդակցություն, որովհետև հավատքով զոհն անել եւ ստանալ վկայություն, որ հաճելի է, դա պետք է ձայնով հասներ իրեն, ամեն։ Աստված խոսել է Աբելի հետ, որ նրա երկրպագությանը ինքը ուշ է դարձրել, նրա սրտին էլ է տեսել, նրա կատարած պաշտամունքն էլ է հավանել։ Եվ այսպես շարունակ մենք տեսնում ենք, որ Տերը խոսում է եւ պատահական մարդկանց հետ չի խոսում հենց այնպես։ Երբ Աբրահամը լսեց Տիրոջ խոսքը, որ պետք է ինքը լքի իր երկիրը, միանգամից մենք կարդում ենք այդտեղից, չէ, որ Տերը Աբրահամի հետ խոսեց, ասեց. «Թող այդ քո երկիրը, դուրս արի, եւ ես քեզ պիտի տանեմ մի երկիր, որ քո սերունդին պիտի տամ»։ Ասել, որ Տերը երբ որ Աբրահամին ասեց, որ դուրս գա, Աբրահամին ուղղակի միայնակ թողեց պանդուխտի ու դեգերողի, թափառողի կարգավիճակում, թեպետ ինքն իսկապես դուրս եկավ ժամանակի ամենաքաղաքակիրթ քաղաքից, Ուր քաղաքից, որը աշխարհի կենտրոն կարող էր համարվել, թե քաղաքական, թե տնտեսական, մշակութային առումով։ Եվ ահա Աբրահամը ընդամենը մի խաշնարածի նման պիտի դուրս գա ճանապարհվի։ Եվ ուր էր գնում, չգիտեր։ Եվ գրված է ժամանակ ուներ ետ դառնալու, բայց որովհետև Տերը նրան ասել էր դուրս արի, նրան էլ ճանապարհում էր մինչև այն երկիրը, որ խոստացել էր։ Երբ Տերը ուզեց այցի գա մի ամբողջ ժողովրդի, մեկ անձի կարիքն ունեցավ։ Եվ այդ անձը Մովսեսն էր։ Սակայն Տերը Մովսեսի հետ ժողովրդի ու ամբողջի մեջ չխոսեց։ Տերը Մովսեսին ասեց լեռը որ ելնի ինքը։ Եվ Մովսեսը լեռը բարձրացավ։ Աստված Մովսեսին զատեց մարդկանցից։ Եվ երբ որ մենք կարդում ենք 40 օր Մովսեսը ոչ կերավ, ոչ խմեց։ Եվ այդ 40 օրին ինչի համար էր Աստված որոշել։ Ինչի համար պետք է 40-րդ օրը Տերը այցի գար եւ խոսեր իր հետ։ Մենք չենք ընկնի թվերի միստիկ ինչ-որ մեկնությունների մեջ, բայց մի բան հստակ էր։ Մովսեսը մեր նման մահկանացու մեկն էր։ Մովսեսին Տերը 40 օրվա ընթացքում դատարկում էր։ Նրան միայնակ էր թողում, նրա ֆիզիկական անձն ամբողջովին փոքրանում էր, զրոյանում էր, ոչնչանում էր կարծես, որովհետև հնարավոր բան չի, մարդը ակտիվ լինի եւ Տերը իր հետ խոսի։ Հնարավոր բան չի, մարդու եսը ակտիվ լինի եւ Տերը խոսի այդ անձի հետ։ Ամբողջովին Մովսեսը կարող էր ուժասպառ լինել։ Եվ այդ ժամանակ Տերն անցնում է գործի։ Երբ Դանիելը 21 օր ծոմի մեջ էր, եւ երբ Տերը իրան այցելեց, Աստծո ասում է, որ նրա վայելչությունը ոչինչ դարձավ։ Այն աստիճան, որ ընկել էր ինքը, եւ Տերն ասեց, ոտքի վրա կանգնիր, որ ես պիտի խոսեմ քո հետ։ Բայց Դանիելն ասեց, որ իր մեջ ուժ չմնաց։ Ինչպես կարող է խոսել, եթե Տերը չզորացնի, եւ Տերը զորացրեց եւ խոսեց Տերը իր հետ։ Այսպես սիրեներ, մենք մոտենում ենք մի կարևոր խնդրին, թե Տիրոջ ձայնն ու խոսքը որտեղ է հնչում։ Տիրոջ ձայնը հնչում է լեռան վրայից։ Տիրոջ ձայնը հնչել էր Մովսեսին, մորենին, երբ որ վարվում էր նրա միջից։ Տիրոջ ձայնը հնչում է ամենուր, ամենատարբեր եղանակներով։ Եվ ահա մենք նոր կտականում կարդում ենք, որ Տիրոջ ձայնը հասել էր մի պատանու, որը պատանի տարիքից, պատանի հասակից, Աստված իրան եւ իր նախանձավորությունը տեսնելով, միանշանակ պիտի ասենք, որ դեռևս Հովանես Մկրտիչը չծնված,
ինքը որոշված անձ էր, որ պիտի պատրաստեր Հիսուսի ճանապարհը դեպի մարդկանց սրտերը։ Հայրերի սրտերը որդիներին, որդների սրտերը հայրերին դարձնելու մեծ առաքելություն ուներ Հովհաննեսը, բայց պատանի տարիքից մենք տեսնում ենք, որ իր հոր Զաքարիայի հույսերը կարծես թե չեն արդարանալու։ Նա կարող էր մտածել, որ իր որդին կմեծանա քահանայապետ կդառնա ապագայում։ Սակայն նա իրանից ջոկվել է եւ գրված է, որ դեր պատանի տարիքից անապատներում էր։ Հասարակությունից, ժողովուրդներից զատված այս պատանին գտնվում էր անապատներում։ Եվ դա այն դպրոցն էր, որտեղ Տերը Հովհաննես Մկրտչին պատրաստում էր իր գործի համար։ Մատթեոս ավետարան 3-րդ գլխի առաջին խոսքից 3-րդ խոսքերում կարդում ենք. Այն օրերում եկավ Հովհաննես Մկրտիչը, քարոզում էր Հրեաստանի անապատումը եւ ասում. ապաշխարեցենք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը, որովհետև սա է այն Աստվածը Եսայի մարգարեի ձեռով, որ ասում է. անապատումը կանչողի ձայնը, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները։ Սիրեներ, այստեղ գրված է, որ Հովհաննեսը քարոզում էր Հրեաստանի անապատումը։ Նախ այդ բառը մի փոքր նորից հիշեցնեմ, անապատ չի նշանակում ավազուտներ։ Անապատ նշանակում է պատ չունեցող, այսինքն մարդու ձեռքով որևէ բնակելի շենք կամ շինություն չկա այնտեղ։ Այլ կերպ ասած, մարդը չի ապրում այնտեղ, բնակություն չկա այնտեղ, բայց այդ միջավայրը կարող էր լինել Հորդանան գետը։ Չէր կարող Հորդանան գետի աջ եւ ձախ մասերում փարթամ բուսականություն չլիներ, եթե գետ է հոսում։ Այսպիսով, անապատը դա մարդկանցից զուրկ մի միջավայր է, մի տարածք է, որտեղ գտնվում էր Հովհաննեսը։ Հովհաննես Մկրտիչը Աստծուց պատգամ էր ստացել, որտեղ պիտի քարոզի։ Որտեղ պիտի քարոզի։ Անապատումը, իր կեցած տեղումը պիտի քարոզի։ Իր կեցած տեղումը։ Տերը Հովհաննեսին չասեց գնա Երուսաղեմ։ Տերը Երուսաղեմ չուղարկեց ու չասեց գնա տաճարի հրապարակում կանգնի եւ խոսիր ու քարոզիր։ Ոչ։ Աստված Հովհաննեսին կարգեց անապատում քարոզել։ Նպատակը որն էր, որպեսզի ինչպես գրված է, եւ ժողովուրդները դուրս էին գալիս դեպի անապատը, որտեղ էր Հովհաննես Մկրտիչը։ Մենք շատ լավ գիտենք, որ մարդիկ միշտ դատում են աչքի երևույթով։ Իհարկե, Հովհաննեսի արտաքինը երբեք էլ Աստծո մարդու տպավորություն չէր թողում շատերի մոտ։ Տեր Հիսուսն ինքն ասեց. Հովհաննես Մկրտիչն եկավ, ոչ ուտում էր, ոչ խմում էր, ասում են դև կա նրանում։ Մարդու որդին եկավ, ուտում եւ խմում է, էլի ասեցին դև կա նրանում, չէ՞։ Հովհաննես Մկրտիչը նման չէր ժամանակի հոգևոր այրերին, նրանց արտաքինը չուներ, բայց այնուամենայնիվ մի բան կար, որը ժողովրդին ձգում էր դեպի անապատը։ Անգամ փարիսեցիները հասկացան, որ ժողովրդի մեջ Հովհաննեսը մարգարեի կարգավիճակ ունի եւ իրենք էլ էին դիմում Հովհաննեսին։ Մարդիկ միշտ հետևում էին բազմություններին։ Եթե դուք 99% մարդիկ հետևում են բազմություններին։ Որտեղ բազմություն, ուրեմն այնտեղ կա ինչ-որ մի բան։ Լավ թե վատ խնդիրը սա չէ։ Բայց հատկապես մենք ուզում ենք շեշտել հետևյալը։ Երբ մարդիկ ճշմարտություն են փնտրում, այդ ճշմարտությունը հաճախ նրանց համար, ինչպես Միշնադարից եկող այդպես արտահայտություն կա, ձայն բազմած ձայն Աստծո։ Մենք ասել ենք դա սխալ է, դա այդպես չի կարող լինել։ Ամեն։ Սակայն այնուամենայնիվ մարդկանց մոտ նստած է դա։
որ եթե այս ամբողջի մեջ մի քարոզիչ քարոզում է եւ հավաքված են տասնյակ հազար մարդիկ, ուրեմն ճշմարտություն է այնտեղ։ Այլապես ոնց կարող են այդքան մարդիկ գնալ դեպի այդ մարդը լսելու։ Սակայն Աստված սրտին է նայում։ Աստված մարդու սիրտն է կշռում։ Եվ այդ չափորոշիչը, որ այսօր մարդիկ ունեն, որ շատերը հետաքրքրված են բազմամարդ միջավայրերով, այդպիսի պաշտամունքներն են համարում գերապատիվ ու ճշմարիտ պաշտամունք, մենք գնացել ենք մի քիչ ավելի խորքը ուսումնասիրելու դա։ Գնահատականը սա է, այդ մարդկանց, որ եթե ժողովարանը լեփ-լեցուն է, ուրեմն այնտեղ քարոզիչը ճշմարտություն է քարոզում։ Ոչինչ, որ Աստված բազմաթիվ բազմականների ընդհանրապես դիտում է այդ բազմականներին որպես ամբողջ։ Լսում եք ինչ եմ ասում։ Մարդկանց սա չի հետաքրում, իրենք իրական պաշտամունքում են գտնվում, թե ամբողջով են շրջապատված։ Ինչպես ես ասացի, շատ շատերին, որոնց հանդիպում եմ կանգառում, որ ուղղվում են իրենց պաշտամունքներին, մարդիկ խոսում են, թե ինչն է պատճառը, որ գնում են։ Այնտեղ լավ են զգում։ Սա է մարդկանց մեծամասամբ, որ ես հարցնում եմ եւ ստանում եմ պատասխան։ Հովհաննես Մկրտիչը բազմություններ չէր փնտրում։ Աստծո պատգամը հաղորդելու համար վստահ գիտենք, որ Հովհաննեսը ստացել էր, որ պիտի մնա ինքը իր տեղում։ Նա անապատներում էր իր տարբերություն տաճարային երկրպագողների։ Նարցյան չեմ անդրադառնա, ես խնդրին, ես սրա մասին առանձին խոսք ունեցել եմ, եթե ուզում եք փնտրեք գտեք։ Տաճար թե անապատ, սա առանձին թեմա է, բայց մեր այսօրվա նյութը մենք չենք շեվում, մեր նպատակը սա է, հասկանալ ինչու է Աստված ընտրում անապատ տեղեր իր զավակների հետ խոսելու համար։ Թեպետ տաճարային երկրպագողներն այնտեղ Երուսաղեմում էլի քիչ չէին, թեպետ գրված է ողջ Երուսաղեմը Հրեաստանը գնում էր դեպի Հովհաննես Մկրտիչ, բայց այնուամենայնիվ այս անձիկ տաճարային երկրպագողները Աստծուց հայտնի խոսք չունեին։ Գիտեք տաճարային երկրպագությունը հիմնականում ֆետիշացրած հրեա փարիսեցիները երբ ունեցան տաճարում հայտնի խոսք։ Գիտեք երբ ունեցան։ Երբ որ Կայափան ասեց, ավելի լավ է որ մի մարդ մեռնի ժողովրդի համար։ Սա չգիտեր, որ տարվա այդ մարգարեն էր եւ մարգարեացավ։ Միայն այդ ենք մենք կարդում։ Տարին մեկ անգամ Տերը թերևս խոսեր կամ չխոսեր քահանայապետի հետ։ Այդ քահանայապետն էլ եթե ուղիղ քահանայապետ հանկարծ չլներ, գոնե Մովսեսի օրենքը կատարող, ապա պետք է սրբության սրբոցում խփվեր։ Պարզ է, չէ՞։ Հովհաննեսը ուներ Աստծո խոսք։ Եվ այսպես մենք տեսնում ենք Աստծո մարդը անապատում է գտնվում։ Հաջորդը մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը անապատը տարվեց Սուրբ Հոգուց, փորձվելու սատանայից։ Աստված Հիսուսին հասարակությունից զատելով առաջինը այս աշխարհի իշխանի եւ սատանայի հետ փորձության ենթարկելու ընթացքի մեջ տարավ։ Սա ինձանից ու քեզանից ծածուկ էր։ Հա? Սա իսրայելացին չգիտեր, ինչա տեղի ունենում այդ 40 օրվա ընթացքում, բայց մի մարդ զատվել է եւ գտնվում է հասարակությունից առանձին մի տեղում եւ այնտեղ տեղի է ունենում ողջ մարդկության համար շատ կարևոր մի իրադարձություն։ Անապատում մարդը, Հիսուս մարդը փորձվում է սատանայից։ Եվ այդտեղ Տեր Հիսուս Քրիստոսը կատարելապես հնազանդ լինելով իր հորը, Աստծո խոսքի հիմքի վրա, ցավոք սրտի, Աստվածաշունչը շատերը այդպես էլ խորությամբ չեն հասկանում, թե ինչքան մեծ նշանակություն ունի իրենց կյանքում եւ շատ անգամ Աստծո խոսքին հաղորդչեն, մատների արանքով են նայում
Եվ ավելին շատերը մերժում են անգամ հավատացյալներից։ Եվ ինքը Տերը ասեց, որ ինքը չի դատի, բայց այն խոսքը, որ Մովսեսին Տերը տվել է, դա դատելու է հրեաներին։ Այսպիսով 5 կտակարանը պատահական չի պահված, ամեն։ Եվ Սուրբ Հոգին կամեցել է, որ մենք ամբողջ հին եւ նոր կտակարաններով դաստիարակվենք, կրթվենք եւ շարունակենք մեր հոգեվոր հաղթական ընթացքը համաձայն Աստծո խոսքի, որով Տեր Հիսուսը դուրս եկավ հակառակորդի դեմ եւ ամեն անգամ ինքը խոսում էր գրվածով։ Եվ այսպես, երբ որ մենք տեսնում ենք, որ դարձյալ Աստված իր զավակներին Հիսուսի օրինակով անտիր գտնելու համար այնուամենայնիվ անապատ դուրս բերելու սովորություն ունի, միայն Տեր Հիսուսի համար չէ, որ մենք սա տեսնում ենք, եւ ես միշտ եմ դա ասել, Հիսուսի կյանքը այսօր երկրի վրա ճշմարիտ Հայր Աստծո որդի լինելու մղում ունեցող անձի մեջ պետք է օրինակ լինի։ Եթե ուզում ենք մենք լուրջ հաղթանակներ ունենալ հակառակորդի դեմ, դա մենք կարող ենք ունենալ միայն մեր առանձնության մերձյաներ։ Ես հիմա քիչ հետո ավելի կբացատրեմ, թե ինչ եմ ուզում ասել, եթե ուզում ենք սատանային վերջնականապես մեր ոտքերի տակ խորտակված տեսնել, ինչպես Պողոս առաքյալը Հռոմեացի թղթում ասում է, եւ շուտով Տերը խորտակե սատանան ձեր ոտքերի տակ, դա պիտի լինի քո առանձնության մեջ։ Քանի դեռ դու քո առանձնության մեջ չես տոնել Հիսուսի նման այդ 3 դաշտերում, որ փորձվեց, հարցերը բոլորն էլ ամեն մեկը դաշտեր են։ Քանի դեռ դու չես փորձվել եւ հաղթանակ չես տարել, գրված է ոչ միայն մարդ հացով կապրի։ Գրված է միայն քո Տեր Աստծուն երկրպագիր։ Եվ շարունակաբար քո կյանքում Աստծո խոսքը չես բերել հակառակորդին որպես հարվածող հիմնական միջոց զենքի, դու քո երկրավոր կյանքիդ մեջ հոգևոր կյանքում պարտությունների ես ենթակա։ Ուրեմն պետք է սովորել Տեր Հիսուս Քրիստոսից հակառակորդին մեր առանձնության մեջ։ Գիտեք, այո, վատ բան չէ եղբայր քույրերի շրջապատում միշտ լինելը։ Վատ բան չի։ Բայց վերցրեք այդ մարդուն եղբայր քույրերի միջավայրից դրեք առանձին եւ այն ժամանակ կերևա ինքնովա։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Շատ-շատերը լավ են զգում միայն ամբողջների մեջ, հարազատների ջերմ մթնոլորտում միջավայրում։ Բայց երբ իրենք միայնակ են մնում, այդ ժամանակ, ինչպես Սաղմոսում լսեցինք Դավիթին։ Մատթեոս ավետարան 14-րդ խոսքում կարդում ենք. Եվ երբ որ իրիկուն եղավ, աշակերտները նրա մոտ եկան եւ ասեցին. տեղս անապատ է, եւ ժամանակն արդեն անցել է, ժողովուրդներն արձակիր, որ գնան գյուղերն իրանց համար կերակուր առնեն։ Տեղս անապատ է, սա նշանակում է, որ շրջապատում բնակելի ոչ մի շինություն չկա, խանութ չկա, հաց չկա, որ գնան առնեն, բայց ժողովուրդը գյուղերից, գյուղաքաղաքներից դիմել է Քրիստոսին իրենց կարիքների համար, Տեր Հիսուսը բժշկել է, Տեր Հիսուսը իրենց խոսել է, սովորեցրել է, հիմա հերթը հասել է, որպեսզի այս ժողովուրդը, որ որոշված չեն բոլորն էլ անապատում լինելու, նրանց նորից պետք է արձակել։ Հասկանում եք։ Ամեն մեկն իր բաժինն առնում է եւ գնում է։ Եվ հետո հիշում եք Տեր Հիսուսը, երբ որ իրեն հետևելու մասին էր խոսում, իսկ նա քիչ հետո էլի կլսենք, որ մի անգամ չի անապատում եղեն եւ նա սովորություն ուներ միշտ քաշվելու անապատները եւ աղոտ կանելու։ Նրան հետևող անձիկ չէին կարող շարունակաբար հետևել Հիսուսին, որը հասարակությունից առանձնացված, զատված մի կյանքով էր ապրում։ Իհարկե գնում էր, քարոզում էր, գնում էր, խոսում էր, բժշկություն անում էր, բայց իր անձնական կյանքը, իր աղոթքի կյանքը, Աստծո հետ հարաբերության կյանքը բազմությունների մեջ չէր երևում։ Ամբողջ գիշեր լեռը ելավ եւ աղոթքեր անում։
Դեր արևը չծագած դուրս էր գալիս եւ աշակերտները բոլորը փնտրում էին ուրա։ Առանձնացել էր անապատում աղոթքերանը։ Սիրեներ, այս ժողովուրդն իրենց բաժինն առավ գնաց։ Եվ Տեր Հիսուսը երբ որ իրեն հետևողներին, որոնք հացը կերել էին եւ հետևել էին ուզում իրեն, ինքը պարզ ասեց իրեն հետևող ով կարող է լինել։ Ով անձուրանա, խաշն առնի եւ հետևի իրեն, նա կարող է իր հետևից գնալ։ Բայց ժողովուրդն ասում են, չէ, մեր ուզածը դուր, մենք գնանք մեր գործին։ 99%-ով այսօր հավատացյալների կյանքը սա է։ Պաշտամունքներին մասնակցողների կյանքը սա է։ Դուր մեզ Տեր Աստված մեր ուզածը, եկել ենք ժողովի, գնանք մեր տները։ Սակայն Տիրոջը անդնուրած հետևելու ներքին փափագ ու մղում Աստված գիտի թե քանիս ունեն։ Շարունակեմ Մարկոս Ավետարան 1:35, Մարկոս Ավետարան 1:35։ Եվ լուսածակին առավոտան շատ կանուխ վեր կացավ, դուրս եկավ, գնաց մի անապատ տեղ եւ այնտեղ աղոթք էր անում։ Լուսածակին դուրս եկավ, գնաց, փնտրեց, գտավ մի հարմար տեղ, անապատ տեղ եւ այնտեղ աղոթք էր անում։ Ոչ, ճիշտ չեք ասում, մեմաքույր։ Տեղը որտեղ պիտի։ Հա, բայց դա ում ասեց։ Դա չասեց նրա համար որ տեղ էր ուզում։ Դուք շատ սխալ եք հասկանում։ Տերը որ մեկը եկավ ասեց որտեղ որ գնաց հետևից հետ գամ, այս խնդրին պատասխանեց ինքը։ Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բույներ, մարդի որդին իր գլուխը տեղ չունի դնելու, չի ասում որ ես փափագում եմ գլուխս տեղ դնելու եւ չունեմ դա։ Դա բավարար վիճակ էր, իրավիճակն էր եւ նա դրանից չի բողոքում։ Ճիշտ պիտի հասկանանք, սեներ։ Նրա տեղը ուր պիտի լիներ։ Մեղավոր աշխարհը ինչ կարող էր իրեն տալ։ Ոչինչ։ Եվ մենք նրա սովորությունն ենք տեսնում։ Գրված է, նա սովորություն ուներ։ Դա այդպես չէր, որ իրեն հրավիրեին ու ինքը ասեր, չէ, ես չեմ գալիս։ Նա լինում էր ամեն միջավայրերում։ Ինչի չի գիշերել մեկի տանը, գիշերել է մեկի տանը, հասկանում եք, հացենա կերել մաքսավորների մեղավորների հետ էլ։ Այդ գիշեր ես ինչի տանը մնաց, Զաքեոսին ասեց այսօր ես փուտունը պիտի մնամ, հասկանում եք, Զաքեոսը կանար ասեր Տեր մի հատ լավ ես քեզ համար սենյակ եմ շինում, այստեղ կմնաս կգնաս գործդ կանես երեկոները կգաս կքնես, ոչ սեներ, Տեր Հիսուսի գործը դա չէր, նա եկել էր որպեսզի իր գործը համայն աշխարհի փրկության համար ավետիսը հրճակելով, շրջելով, ինչքան որ կար ժամանակ ուներ երկրի վրա, լիարժեք կերպով կատարել, որ խաչի վրա կարողանար ասել, ամեն բան կատարեցի։ Ուրեմն սեներ 15-րդ գլխի 33-րդ խոսքն էլ լսեցինք եւ նույնպես Ղուկաս Ավետարանի 4-րդ գլխի 43 խոսքը լսենք։ Ղուկաս Ավետարան 4-րդ գլուխ 43-րդ խոսք։ Եվ երբ որ ցերեկ եղավ, դուրս եկավ գնաց անապատ տեղ, եւ ժողովուրդները որոնում էին նրան եւ եկան միջև նրա մոտ, եւ արգելում էին նրան, որ չգնա իրանցից։ Նա էլ ասեց նրանց. ես ուրիշ քաղաքներ էլ պետք է Աստծո արքայությունը ավետարանեմ, որովհետեւ իսկ սրա համար ուղարկվեցա։ Դարձյալ ցերեկ եղավ, դուրս եկավ գնաց անապատ տեղ։ Ինքը գնաց անապատ տեղ, եթե այնտեղ մենք կարդում ենք, ուշադրություն, որ աղոթելու համար գնաց, այստեղ չի գրված, որ գնաց անապատ տեղ աղոթելու համար։ Որն էր նպատակը։ Ժողովրդին նույնպես լսարանը ամբողից հասարակությունից զատելը, առանձնացնելը եւ ժողովուրդը գնում էր դեպի իր մոտ։ Սա բարի ասելներ։ Սա շատ հրաշալի մեթոդ է։ Մեկ երբ որ ասում են, բա ինչու այս ժողովուրդը դրա կարիքն ունի, ինչի այդքան ժողովուրդ Աստված չի, այսպես բերում ձեր շուրջը եւ այլն, ես միշտ ասում եմ, ժողովուրդ ջան,
ինձ Աստված տվել է 5 գրամ դեղ։ Եվ ինձ թույլ չի տվել, որ ես դա ամբողջների մեջ ցրիվ տամ։ Եթե այդ 5 գրամ դեղից պետք է 5 հոգի առողջանան, Աստված ինձ հասեյով ծառայություն է ուզում, որ ես անեմ այսօր։ Ժամանակը կգա ու կիմանանք, որքան կարիքը կլինի մարդկանց մեջ այդ 5 գրամ դեղի եւ Աստված կուղարկի մեզ։ Եվ մենք իրան կտանք այն, ինչ որ Աստված կթելադրի մեզ։ Թող Տերը փառավորվի։ Հիմա այն սովորությունը, որ մարդկանց մեջ կա պաշտամունքային այն համակարգերը, որում իրենք սովոր են ապրել, մենք մերժեն ենք այդ ամենը։ Մենք հետևում ենք ավետարանին այսօր։ Մենք նայում ենք ինչ ժամանակներում ենք ապրում։ Փառք Աստծո, Աստված մեզ տվել է միտք իմաստություն հասկանալու նաև ինչ ժամանակում ենք այսօր ապրում։ Եվ երբ որ Տերն ասում է, որ ինքը ունի մեր համար որոշած խոստմունք, մենք հավատում ենք եւ սպասում ենք դրան։ Ղուկաս 4:43 այսպես է ասում է, ինչպես լսեցինք։ Եվ երբ որ ցերեկ եղավ, դուրս եկավ, գնաց անապատ տեղ։ Գնաց, իր գործն անապատում է եւ ժողովուրդն էլ դիմում է իրեն։ 5:16-ում Ղուկաս ավետարանի նույնպես կարդում ենք։ Իսկ նա քաշվում էր անապատ տեղերանք եւ աղոթք էր անում։ Եվ այսօր հիմա ես արդեն ուզում եմ վերջը մոտենալ մեր քարոզի երկրորդ մասին։ Լավ, միթե այսօր Աստված մեզանից պահանջում է, որ մենք էլ ինչպես նախկինում վանականները, անապատականները, ճգնավորները, որոնք մարդկանցից զատվում էին իբրև թե որ սուրբ լինեն, սուրբ ապրեն եւ այլն, միթե մեզանից Աստված բառացիորեն, տարացիորեն հենց այդպիսի բան է պահանջում, որպեսզի մենք էլ հասարակությունից զատվենք, գնանք, առանձնանանք անապատներ եւ այլն։ Շնորհակալության համար խնդրենք Տիրոջից թող Տերն ավելի հասկացնի մեր օրերում ինչ է նշանակում հետևել Տիրոջ օրինակին եւ ստանալ նույն արդյունքը, ինչ որ մարդիկ, որոնք 5 դակարանում Տեր Հիսուսի ժամանակ առանձնության մեջ Հովանեսի օրինակով եւ գրված է Տիրոջ խոսքը եղավ Հովանեսին անապատումը։ Հիմա մենք իմանանք սա, մենք անպայման պիտի գնանք ինչ որ մի հատ անբնակ վայր, մեր համար չգնենք, ինչ որ հոլիկ շինենք, չգիտեմ ինչ, եւ այնտեղ մենք ծոմ պահենք եւ այլն, որ Տերը խոսի մեր հետ, աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Եվ այսպես սիրելիներ, եկեք հստակ մի բան հասկանանք, որ այն ինչ որ մենք քիչ առաջ լսեցինք եւ 5 դակարանից էլ օրինակներ ունեցանք, Աստված ամբողջների միջի Աստվածը չի, որտեղ չկա համապատասխան պայման, մի անգամ ինքը Տերը Մովսեսին որ ասեց, որ կառուցի ինքը վկայության խորանը, որ ուզում էր այնտեղ հանդիպել Մովսեսի հետ եւ խոսել նաեւ ժողովրդի հետ, այն սկզբում կոչվում էր ժողովքի խորան, որովհետեւ նա գտնվում էր ցեղերի մեջտեղում։ 3 ամեն կողմերը երկրի բոլոր կողմերը, հարավ, հյուսիս, արևելք, արևմուտք, 3 ցեղերը իրենց վրաններն էին խփում եւ մեջտեղում ժողովքի խորանն էր։ Բայց երբ ժողովուրդը մեղանչեց, Տերը ասեց ժողովքի խորանը հանիր այդ տեղից։ Նա առանձնացրեց եւ միայն Մովսեսի հետ էր հանդիպում եւ նա կոչվում էր վկայության խորան։ Տերը մեղքի միջավայրը չի սիրում։ Երբ որ Սողոմոնը տաճարը շինեց, դրանից հետո մենք կարդում ենք, որ ժամանակներ անցնելուց հետո քահանաները պղծություն էին գործում այդ տաճարում։ Եվ Տերն ասեց. նրանք դա անելով ուզում են, որ ես իմ տաճարից հեռանամ, իմ խորանից հեռանամ։ Եվ ուրեմն որտեղ մեղքը արկա է, այնտեղ Տերը չի կարող խոսել ու գործել։ Ուրեմն պետք է պայմաններ ապահովվի, որպեսզի Տիրոջ խոսքը մարդը ունենա։ Մաղաքիա մարգարեության մեջ եւ ելի շատ ուրիշ մարգարեություններում մենք լսում ենք,
որ Տերը պահանջում է, որպեսզի մարդիկ զեղչի գան իրենց մեղքից, որպեսզի նոր ինքը երկնքից այցելություն անի, օրհնի առատապես։ Նաև ասում է, հա ես գնում եմ իմ տեղը, միջև նրանք իրենց հանցավոր լինելը խոստովանեն։ Երբ որ ինձի դառնան, ես էլ իրենց կդառնամ։ Ինձի դարձեք եւ ես էլ ձեզ կդառնամ, ասում է Տերը։ Հետևաբար մարդը անելիք ունի։ Այն մարդը, որը հասկացել է, որ կրոնավորությունը փուչ բան է, այլ կենդանի Աստված կա, որի հետ կարելի է հարաբերվել, ինքը անելիք ունի։ Եթե ուզում է, որ Աստված կենդանի կերպով իր հետ հաղորդակցություն ունենա։ Եվ այսպես անապատ պետք է դուրս գա։ Որն է մեր անապատը։ Այսօր Աստված մեզ չի ասում դուրս արի այսինչ ձորը կամ այսինչ լեռը, որպեսզի քո հետ խոսեմ։ Այլ այսօր Տերը ասում է, որ իրան հատուկ մի ժողովուրդ է պատրաստում, որոնք սովոր են այդ անապատը դուրս գալ եւ այնտեղ հաղորդ լինել իր հետ։ Ինչու, որովհետեւ մենք հասարակության ժողովրդի մի մասն ենք այսօր, ուզենք թե չուզենք։ Մենք ապրում ենք երկրի վրա։ Բայց ինչպես է հնարավոր ապրելով այդ երկրի վրա, ապրելով այդ ժողովրդի մեջ, անգամ մեղավոր միջավայրում սուրբ լինել եւ անապատում միայնակ գտնվել Տիրոջ հետ։ Ինչպես է հնարավոր բազմության մեջ լինել, բայց լինել առանձին։ Այս հարցը շատ կարևոր է։ Աստծո խոսքը ասում է, որ այդ անապատը քո ներքին սենյակն է։ Քո ներքին սենյակն է։ Մտիր քո ներքին սենյակը եւ դուռը ինչ արա գոցիր։ Այնտեղ դու եւ Աստված միայնակ եք լինելու։ Սա այն անապատն է, որտեղ ոչ մեկը չկա։ Մենակ ես։ Գիտեք, մի բան կա, որ կրոնավորներն անում են, բայց դրա մեջ մի լավ բան տեսել եմ այնուամենայնիվ։ Կրոնավորների մեջ առաքելական եկեղեցում մեկ ինձ շատ է հանդիմանում իմ փոքր եղբայրը, որը լավ գիտի առաքելական եկեղեցու դավանաբանությունը։ Ես հաճախ երբ որ փորձում եմ վկայել իրան, խոսել, որպեսզի ինքը ավետարանական ճշմարտությունների մեջ գա, մի անգամ բարգությամբ ինձ ասեց, դու կարող ես լռության ուխտ անել։ Ասեցի, այդ ինչ բան է, ես չեմ իմանում։ Ու ինքը ինձ բացատրեց, որ ինքը հաճախ է լռության ուխտ անում։ Ես լսեցի ու լավ բան տեսա դրա մեջ։ Ինքը միայնակ է մնում։ Եվ ամբողջ օրը ուղղակի բերանից խոսք դուրս չի գալիս։ Ես չգիտեմ, չեմ ուզում ասել, որ այս սովորություն դարձնեն կրոնական, բայց սրա մեջ մի հատ դաս կա, սիրներ, որ մենք այսօր շատ հաճախ լռել չենք սովորում։ Լռությամբ Տիրոջը սպասել, անցած անգամ էլ հիշեցինք։ Ճիշտ է։ Երանի թե մենք կարողանանք հասկանալ, որ դեպքում է Տերը ուզում, որ խոսենք, որ դեպքում է, որ պետք է լռենք։ Բայց հաստատ համոզված եմ, երբ որ մենք սկսում ենք այս լռության մեջ գնալ, Աստծո հոգին էլ կսկսի գործել մեր հետ։ Ամեն։ Ներքին սենյակը եւ թող սա լինի մեր անապատը, սեներ։ Ոչ մեկին մի տարեք հետներդ այդ սենյակ։ Ոչ հարազատ, ոչ մեկ, հոգսերել մի տարեք։ Լսում եք ինչ եմ ասում։ Ոչինչ, դրսից ներս մի բերեք։ Մենք ինչն ենք ուզում։ Խնդրանք էլ մի արա Տիրոջը։ Էլի արա, ինչքան անում ես արա, բայց ունեցիր նաև մի պահ հավատքով, որ դու քո ներքին սենյակը մտնելով, որտեղ ինքը արդեն ընտեղ է, ինքը իր հոգով մեր մեջ է թե չէ։ Թույլ տուր, որ խոսի ինքը քո հետ։ Սա պարզ, կարճ, կոնկրետ բանաձև է։ Անապատը քո սիրտը թող լինի, որտեղ ոչ ոք չի ապրում, բացի իրանից։ Եվ հիմա սիրներ նայում եմ Աստծո խոսքին Մատթեոս 6-րդ գլխի մեջ
հենց Տերը անձամբ ինքն է մեզ այդ հրահանգը տվել։ Եվ եթե դու քո ներքին սենյակի տեղը լավ չգիտես, արդեն շատ բան կորցրել ես, էլի։ Ամեն ինչ որ ուզես կանես, բայց եթե այդ հրահանգը կա, երբևէ քեզ հարց տվել ես, հենց այնպես չի Տերը ասում։ Ներքին սենյակը մտիր, որ հայրը ծածուկումն է, դու էլ ծածուկումն ես, բայց այսօր փառք Աստծո, սա երբ որ Տերը ասել է դեր Սուրբ Հոգու մկրտություն տեղի չի ունեցել, չէ՞։ Ինքն եկել է քո այդ սենյակում նստած, քո սրտի մեջ նստած, ես երեք այդ հաղորդումը որ տեղադրեցի, հենց այնպես չասեցի։ 50-ականներն ասում են, հիմա իմ հերթն է ծնվիր իմ սրտում։ Հիսուսը չի ծնվում քո սրտում։ Գրվածը պարզ ասում է, որ ինքը հավատքով բնակվի ձեր սրտերում։ Պողոսն ասում է, եւ Հիսուս հավատքով բնակվի ձեր սրտերում։ Նա ծնված, եկել է աշխարհ ծնվել, խաչվել է, դրվել գերեզման, համբարձվել, հարություն առել, համբարձվել է, եւ Հիսուսը նորից չի ծնվում։ Դու պարզապես Հիսուսին հրավիրել ես այդ քո ներքին սենյակում ապրելու, այդ քո ներքին սենյակը, այդ քո սիրտն է, որ ինքը եկել է արդեն։ Ամեն մեկի մեջ նորից չի ծնվում։ Հասկանում եք։ Բայց եթե դու քո սենտիմենտալ զգացողությունով դա արտահայտում ես, ես քեզ չեմ դատում։ Այդպես էլ մտածի։ Մենք այսօր մեծ շահեկան վիճակում ենք գտնվում, քանի որ Տեր Հիսուսն ասեց ձեզ որբ չեմ թողնի, նորից կգամ։ Եվ մենք գիտենք, որ Սուրբ Հոգով ինքը եկել է մեր մեջ։ Ես եւ Հայրը կգանք, խնջույք կանենք այդ, բայց դուք ոչ միտեղ նոր կտականում, թղթերում չեք կարող միտեղ ցույց տալ, որ առաքյալն ասի, թույլ տվեք, որ Հիսուս Քրիստոսը ծնվի։ Ես եմ ծնվել, իմ հոգին է վերստին ծնվել, հասկանում եք։ Պողոս առաքյալն ասում է, որ ցավ է քաշում, որ նորից Քրիստոս ձևակերպվի իրանց մեջ, ոչ թե ծնվի, հասկանում եք։ Այսինքն մարդիկ թույլ չեն տվել, որ Քրիստոսի ամբողջ դիմագիծը այս մարդը ինքը ունենա։ Պողոս առաքյալը աշխատանք է տանում հետները, որպեսզի մեր մեջ ապրողը Քրիստոսը ավելի ու ավելի երևա։ Մատթեոս 6:6 կարդում ենք. Բայց դու երբ որ աղոտ կնես մտիր քո սենյակը, դուրդ փակած աղոտ կարա դեպի քո հայրը, որ ծածուկումն է, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ։ Հարց. Եթե ես սովորական սենյակի դուր փակեմ ու մտնեմ այնտեղ, եւ դա համարեմ իմ ներքին սենյակը, այստեղ գրված է, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայր Աստծո համար ի՞նչն է ծածուկ։ Երկրի վրա ծածուկ բան կա, լինես դու սենյակում, թե որևէ տեղ։ Նրա առաջ ոչ մի ծածուկ բան չկա։ Բայց նա մեր սրտերն է տեսնում, որոնք տեսանելի դաշտից իսկապես ծածուկ են։ Հասկանում եք։ Տեսանելի դաշտում մարդու սիրտը շատ ծածկված է։ Եվ հենց այնտեղ է, որ Աստված քեզ հետ ուզում է խոսել։ 18-րդ խոսքում նույն գլխի կարդում ենք, որ մարդկանց սոմ պահող չերևաս, այլ քո հայրը, որ ծածուկումն է, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ։ Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է քեզ, այսինքն քեզ քո ներքին սենյակի մեջ երբ որ տեսնում, սա բանաձև է։ Ինքը կխոսի քո հետ։ Ասել, որ հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է քեզ, չի նշանակում հայրն է ծածուկ տեղը, ծածկված։ Երկինքն ու երկիրը Աստծո փառքով լի է։ Աստված մարդուց երբեք ինքը չի ուզում ծածկված մնալ, հասկանում եք։ Բայց ինչ ինքն ուզում է, որպեսի հասարակությունից զատված ներքին հոգեբանության մեջ ես իմանամ, որ սահման կա իմ եւ այս մարդու միջև, որը դեռ վերստին ծնունդ չունի։ Նույնպես Հռոմեացից 2-րդ գլուխ գնանք, Հռոմեացից 2-րդ գլուխ 28-ից 29 խոսքերը։ Որովհետև նա չէ հրյա, որ դրսի երևույթով է, եւ այն չէ թլպատությունը, որ մարմնի դրսի երևույթով է, այլ նա, որ ծածուկ հրյա է, եւ սրտի թլպատությունը հոգով եւ ոչ թե գրով, որի գովասանքը ոչ թե մարդկանցից է, այլ Աստվածանից։ Մարդիկ քեզ ուրիշ բան են ասում,
բայց այդ սրտի ծածուկ մարդը իմ վերստին ծնված էությունը ներքին ձայնով Սուրբ Հոգու ինձ ինչ ասում բանը նա չէ որ մարդը գովում է ոչ թե գրով որի գովասանքը ոչ թե մարդկանցից է այլ Աստվածանից ներսից Սուրբ Հոգին քեզ ասում է խոսում է քո մասին եւ դա է կարեւորը քո համար արդեն Փարտիրոջը սիրելիներ ուրեմն նա չէ քրիստոնյան որ արտակնապես ինքը մեծ հնչեղություն ունի որպես քրիստոնյա Սիմոն Մոգնել էր քրիստոնյա դարձել բայց Պետրոսն ասեց քո սիրտը ես տեսնում եմ մաղձի կապանքների մեջ Առաջի Կորինթացից 2:7-ում մենք լսում ենք Վերևից կարդանք լավ 6-րդ խոսքից Բայց իմաստություն ենք խոսում կատարյալների հետ Եվ ոչ թե այս աշխարհի իմաստությունը Եվ ոչ էլ աշխարհի իշխաններինը որ պիտի խափանվին Այլ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում խորհրդով որ Աստված հավիտենից առաջ սահմանեց դրան մեր փառքի համար Ինչպես տեսնում ենք կա իմաստություն Աստվածային իմաստությունը ծածուկ է եւ նա այն հայտնվում է միայն ինչպես քիչ հետո ներքևում կխոսի բայց Աստված մեզ հայտնեց իր Սուրբ Հոգով Հետևաբար եթե դու քո ներսի սենյակում դուրդ գոցած ակնկալում ես Աստծո իմաստությունը Սուրբ Հոգին ինչպես Պողոսին է հայտնել աչքը չի տեսել ականջ չի լսել մարդու սիրտ չի ընկել բայց Սուրբ Հոգին քեզի բացահայտում է այս ամենը Առաջի Պետրոս 3:3-4 խոսքերը լսենք Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 3-4 որ ձեր զարդարանքը չլինի դրսևանց մազերի հյուսելը եւ ոսկեղենների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ որ դա Աստծո առաջին շատ թանկագին է Աստված ուզում է որպեսի մեր սրտի ծածուկ մարդը լինի հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ հեզ եւ հանդարտ Ինչի ես կարող եմ հեզ լինել Ինչի ես կարող եմ հանդարտ լինել որովհետև իմ ներսում ապրող Սուրբ Հոգին ինձ բաներ է ասում եւ ես լսում եմ իրեն Երբ որ լսում եմ լրիվ լավ Եվ այդ լրիվ լավը երբ որ ես ասում եմ սեներ շատ զարմանալի բան պետք է ասեմ շատերը սա երևի չեն հասկանում Տիրոջ գործելավոճի մեջ մենք տարիներ անցել ենք արել տվել ենք շատ անգամներ եմ ես փորձվել նրա ձայնը լսելու խնդիրը որ այսքան բարձրաձայնում եմ Սա անցել է այս առնվազն 26 տարիների միջով Ամեն անգամ միշտ էլ խնդիր եմ ունեցել Ինչ խնդիր Դու ակնկալում ես որ Տերը հիմա պիտի խոսի քեզ հետ ուշադիր լսեք Քո խնդրի մասին Դու ունես խնդրեմ անգամ ավելին ասեմ հնարավոր է ոչ միայն ծանր հիվանդ լինես սոված լինես Կամ էլ ասենք քեզ վիրավորած լինեն, սիրտդ կոտրել, ցավացրել են, դու հիմա սուքի մեջ ես։ Դու ասում ես Տեր ինձ ողորմություն արա։ Քո կարիքն ես բերում, դրանք է իբրև, բայց Տերն ասում է ուրախացի փառտուր ինձ։ Վստահ եմ կասեք այդ նույն բանը ձեր մեջ է լինում։ Ամեն։ Ես տեսնում եմ այդ նույն գնահատականները, որ դուք ել ունեք։ Ոնց հասկանանք սերներ։ Կողքից մեկը կասի լավ, եթե այդ Աստված քո վիճակը չի փոխում, հենց հիմա այդ վիճակը չի փոխում։ Ոնց կարող է ինքը քեզ ասի ուրախացիր ու դու դա նորմալ համարես։ Այո, նորմալ է, փառք իրան։ Այս է հավատքը։ Երբ որ ես չեմ տեսնում իրերի դրությունը փոխված, բայց ես շարունակում եմ լսել Սուրբ Հոգուն, որ ինձ ասում է ուրախացիր եւ փառք տուր ինձ։ Օսեներ։ Սա շատ խրթին է բոլոր այն հավատացյալների համար, որոնց կյանքում եթե մի հատ միջադեպ ա լինում, մի բան պակասում է, սկսում են նվնվոցները դնել։
քաջանալա պետք, փարտիրաչ։ Ուրեմն սրտի ծածուկ մարդ է, հեզ ու հանդարտ, հոգու անեղծությամբ, որպեսզի քո սրտի մեջ բղծություն եւ այլ մեղքեր չթափանցի, հոգու ակտիվ գործունեությունն է պետք։ Աստծո Սուրբ Հոգու ակտիվ գործունեությունն է պետք։ Տեղ տվեցինք այդ Սուրբ Հոգուն, պատնեշի պես կանգնելու է, զզվելի է դառնալու մեղքը քո համար։ Տեղ չտվիր, մարմինդ մի անգամից վազելու է հետևից։ Այն ինչ որ մատուցում աշխարհն ու այս սատանան, որ այս աշխարհի աստվածն է կոչվում։ Հիմա սիրելիներ, ես ուզում եմ գնանք մի հատ 5 դակարան եւ Տիրոջ գործելավոճի մեջ, որ Տերը անապատում է գործում, հանում է մարդկանց անապատ, նրանց հետ գործում, նրանց հետ խոսում։ Նաև հին ուխտից մի քանի տեղեր էլի այնուամենայնիվ կարդանք, որը չի էլ բացառվի, որ բացի այն, որ լսեցիր, որ ամբողջների ու ժողովրդի մեջ լինելով հնարավոր է մնալ կայուն հոգևոր կարգավիճակում, հնարավոր է նաև Տերը քեզ համար, չգիտենք, որոշի առանձնանալ, որ քո համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի իր հետ հաղորդ լինելու եւ խանգարող որևէ հանգամանք չունենալու։ Մենք հիշում ենք Մարգարեին հաճախ անգամ մեր համար շատ խրթին է, բայց դա այդպես է։ Ասում է եւ Տերը ասեց, ես քո աչքերի ցանկությունը վերցնում եմ եւ նրա կինը մեռավ։ Իդարքիրա։ Մարգարեն չի բողոքում։ Դա է պետք Տիրոջը այդպես եղավ։ Ու դրանից հետո նա արդեն ուրիշ գործի մեջ պիտի գնար, ճիշտ է։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ Աստված իհարկե ունի առանձնահատուկ առանձնաշնորհումներ որոշների կյանքում, որը եթե խոսի, եթե դու էլ ուզենաս, որ լինես անհատ Քրիստոսի աշակերտ, նա քեզ չի տանելու մյուսների նման սովորական ճանապարհով։ Նա լրիվ ուրիշ ճանապարհով է տանելու։ 29-29-ում երկրորդ օրինակ լսում ենք։ Ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար է։ Բայց հայտնված բաները մեզ եւ մեր որդկանց համար հավիտյան, որ այս օրենքի ամեն խոսքերը կատարենք։ Հայտնի բաները երկրորդ օրինակ գիրքն է, որ Տերը հայտնի կերպով դնում է ժողովրդի առաջ, ասում է սա արեք։ Ճիշտ է։ Բայց ծածուկ բաներ էլ ունի ինքը։ Ծածուկ բաներ, որ Տիրոջ համար են։ Բայց երբ որ մենք կարդում ենք, որ այդ ծածուկ բաները Տիրոջ համար են, ուշադրություն դարձրեք։ Սա իր մեջ շատ բազմիմաստ խորը գաղափար ունի։ Մարդկանցից ծածկված էր դա, բայց Տերը ասեց, ես Աբրահամից չպետք է ծածկեմ։ Հիշում եք։ Այն ինչ որ պիտի անեմ, Սոդոմ Գոմորը որ պիտի կործաներ։ Վաղվա օրը, թե ինչ են ծրագրում քաղաքական գործիչները երկրի վրա, միանշանակ բոլորն էլ Աստծո կամքն են վերջո կատարում։ Անկամ Սատանան ինչ էլ որ անի, միևնույն է Աստծո կամքը անթերի գնում է մարդկության կյանքում։ Հասկանում եք։ Սատանան ինքն էլ չգիտի ինչ անի, որ մի բան հանկարծ Աստված չիմանա եւ դա նորություն լինի իր մոտ։ Այդպիսի բան չկա։ Ինչ էլ որ ինքն անում է դարձյալ վերջում Աստծո կամքի համաձայն։ Հասկանում եք։ Եվ հիմա ծածուկ բաներ կան, որ մարդկանցից ծածկված է, եւ մարդիկ այդ ծածուկ բաները ուզում են իմանալ։ Վաղ ինչ լինի, մի տարի հետո ինչ կլինի։ Գուշակների են դիմում, հմայողների են դիմում, փորձում են թափանցել եւ իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում։ Բայց գրված է ծածուկ բաները Տիրոջն են վերաբերում։ Եվ Տերը ում որ էլ ուզի հայտնի։ Բայց ես սրա մյուս հատվածներ եմ ուզում հասկանալ։ Այն 7000-ը, որ ծածկված էին Եվիայից, ծածկված էին, չէ՞։ Տիրոջ համար էին։ Այն 50-50-ը Տիրոջ համար էին, որ քարանձավում էին։ Նույնպես էլ այսօր Տիրոջ եկեղեցին ասել ենք ծածուկումն է, որ ձևավորվում է։ Թող Տերը փառավորվի։ Եվ երանի նրան, ով որ այդ եկեղեցու մասն է կազմում, ոչ թե ինքը շփոթված է երկրի վրայի ստանդարտներով, չափորոշիչներով, կրոնական միջավայրերով եւ թմրած այդպես էլ ապրելու է, հետո կկանգնի Աստծո առաջ, հետո կերևա ինչա վերջը։
Ուրեմն սեներ Եսայի մարգարեն 45-րդ գլխի 3-րդ խոսքում այսպես է ասում 45-3 ինքը Տերն է ասում նախ սա այս խոսքը վերաբերում է Կյուրոսին Պարսից թագավոր Կյուրոսին Էսոցիալին եւ քեզ պիտի տամ խավարի միջի գանձերը եւ ծածուկ տեղերում պահված հարստությունները որպեսզի իմանաս թե ես եմ Եհովան որ կանչեցի քեզ քո անունովը Իսրայելի Աստվածս Հետանոց մի կայսրության թագավորի կայսրի Տերն ասում այսպես է ասում Տերը իր օծյալին Կյուրոսին օծյալ հա դուք Հուդա դուք Իսրայել պարծեցեք ձեր մեջ թե ձեզանից որ մեկն է լավ է Աստծո առաջին ով է օծյալը բայց Տերը հանկարծ կարող է ասել ով հովիվ որ դու հիմա պարծենում ես որ Տիրոջ օծյալն ես Տիրոջ օծյալը այն դրսի մարդն է որին խաբար չես հասկանում եք Եվ ես նորից եմ ուզում կրկնել եթե այն հովիվը այն սպասավորը Մովսեսի պես չի հելել լեռը Անապատում ինքը դուրս չի եկել Տիրոջ հետ ներքին սենյակում Աստծո հետ հաղորդակցություն չունի նա Տիրոջից խոսքել չունի Ինձ հասկանում եք ես ինչ եմ ասում Ի նկատի ունեմ որ այն շնչավոր քարոզները որ համատարած եկեղեցներում լիքն են որոնցով ապրում են այսօր ժողովուրդը Կենթանի Աստծո խոսք չունենալու պայմաններում եւ այդպես էլ սովորել են մեկ օր փաստի առաջ են կանգնելու որ իրենց սպասավորն ու հովիվը բացարձակապես Աստծոց խոսք չի ունեցել Սա շատ վտանգավոր է եւ նորից եմ ասում եթե Տերիցը չառնեն ինչպես ասում է քարոզեն եթե չուղարկվեն Այդպես ասում Հռոմեացիս թուղթը Եվ ահա ծածուկ բաները Տերը Եսայի մարգարեի շուրթերով ասում է այդ գանձերը ծածուկ ինքն է որ տեսնում է եւ այդ թագավորին պիտի տա Եթե նրան մարմնավոր նյութական գանձերի մասին է Տերը խոսում ապա մեր համար մենք հասկանում ենք որ Աստված հոգևոր մեծ արժեք ունեցող բարիքներ ունի մեզի հաղորդելու 48-րդ գլխի 6-րդ խոսքն լսենք 48-ի 6-ը Դու լսեցիր Ուրեմն դու լսեցիր մտիկ արա ամենին եւ դուք չէիք խոստովանելու Քեզ այսուհետև նորանոր բաներ եմ լուր տալու եւ ծածուկ բաներ, որոնք դու չգիտեիր։ Տերն ասում է, որ քեզ բաներ եմ հասկացնելու, որոնք դու չգիտեիր։ Այսօրերին ուզում եմ, որ ինձ հետ գիսեք իմ ուրախությունը սեներ, որ ամբողջ այդ պատմության ուսումնասիրությունները շատ խորքային ծածուկ բաներ ա վերհանել։ Այնինչ որ ես հոգի շունչ մարմնում տեղադրում եմ, ժողովուրդը շուտով դրանք կիմանան։ Այդ ծածուկ բաները ես պետք է հրճակեմ, որովհետև ես վախ ունեմ Տերից։ Որովհետև եթե Տերն ասում է պիտի քանդես, պիտի քանդես։ Եթե Տերն ասում է պիտի շինես, շինելու ես։ Եվ Պողոս Առաքյալն ասում է ունի այդ իշխանությունը, թե ոչ։ Եվ քանդելու, եւ շինելու։ Մինչև երբ պիտի այս ժողովուրդը մոլորված մնա սեներ։ Եվ այն ինչ որ Տերը իսկապես պատրաստվում է մեզ անել, մեր կյանքում դա պետք է լինի ողջ ժողովրդի համար։ Որտեղ Տերը այդ ծածուկ բաները, այո, խիստ անհատական էլ կարող է լինել, բայց կարող է նաև ողջ ժողովրդի առողջացման համար էլ լինի։ Ինչպես Մարգարեին ասեց, ինչ արա, այս քարը մի հատ հանի։ Հանեց եւ ինքը այդ անցքից տեսավ, որ քահանաները յետևները դեպի արեգակը ուղղած իրենց պիղծ կուրքերին, սողուններին, գարշելիներին էին պաշտում։ Եվ Տերն ասում է դուք ծածուկ եք արել, ես հայտնի եմ անելու։ Բոլորի առաջ մարգարեացել են սուտ, ոսկորները պիտի գերեզմանից հանեն ու փռեն երկրի երեսին։ Հասկանում եք։ Նրանք ովքեր որ շիտակ չեն Տիրոջ առաջ։ 2:10 Եսայի մարգարեություն նորից գնանք 2:10-ից 12-ը այսպես ասում. Եվ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը սարերի գլխին, եւ կբարձրանա բլուրներիցը, եւ հորդելով նրա մոտ կգնան բոլոր ազգերը, եւ շատ ժողովուրդներ կգնան եւ կասեն. Եկեք վեր գնանք Եհովայի սարը, Հակոբի Աստծո տունը, եւ նա կսովորեցնե մեզ իր ճանապարհներիցը,
եւ մենք կգնանք նրա շավիղներումը, որովհետեւ Սիոնից է դուրս է գալու օրենքը եւ Տիրոջ խոսքը Երուսաղեմից է։ Ուրեմն մենք այստեղ լսում ենք, որ վերջին օրերում Տերը խոստանում է։ Խոստանում է, որպեսզի հստակ սա ես երկրորդ գլխի 2-ից 4-ը կարդացի, որտեղ դա էլ ունեինք մեր համարի մեջ, բայց հիմա լսենք 10-րդ խոսքից։ Մտիր ժայռի մեջը եւ հողումը թակ կացիր Տիրոջ ահավորության երեսիցը եւ նրա վեհափառության մեծությունիցը։ Տերը ասում է ապականված Իսրայելի իշխաններին, ժողովրդին։ Մտիր ժայռի մեջը եւ հողումը թակ կաց Տիրոջ ահավորության երեսիցը եւ նրա վեհափառության մեծությունիցը։ Բայց ասում է ինչ կանեմ, ես այնտեղ էլ քեզ կգտնեմ։ Ու եւ ինչ կանեմ, մարդիս ամբարտավան աչքերը պիտի խոնարհին եւ պիտի իջնե մարդկանց հպարտությունը եւ միայն Տերը կբարձրանա այն օրը, որովհետեւ զորած Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու բարձրության դեմ եւ ամեն հպարտացածների դեմ եւ նրանք պիտի ցածանան։ Այսօր եթե դու չես ուզում առանձնանալ զատվել Տիրոջ համար, այսօր եթե դու չես ուզում Տիրոջ ծածուկ տեղում գտնվել, որտեղ իր ձեռքով ինքը քեզ պիտի ծածկի, միտեղ ասում է, չէ, որ Տերը ծածկեց իր ձեռքով, այսօր եթե դու ներքին քո սենյակում սրտիդ մեջ ծածկված չես ուզում լինել Տիրոջ հետ, հիշիր, որ քարանձավ ես փնտրելու արհավիկները, երբ որ աշխարհի վրա գա, ծածուկ տեղեր ես փնտրելու, արդեն քո մաշկը փրկելու համար չես կարողանալու։ Միակ ապահովությունը ներքին են սենյակն է, որում քեզ Տերը ուզում է որպես իր տաճար տեսնի, որում ինքը եկել է ապրում է, դու իրան ճանաչիր, իր հետ հաղորդ եղիր, ապահով տեղում ես գտնվում, թող Տերը փառավորվի։ Մնացածում, ինչպես մեծահարուստները, ամբարտավանները, երբ աշխարհի վրա արհավիր կգա, դու փախչելու տեղ չունես, դու հավատքի մարդ ես։ Սաղմոս 91 Բարձրալի ծածկոցի տակ բնակողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Իսկ նա արդեն ինքը փնտրելու է իր ապաստանը, ինչպես հիմա շատերը շինում են միջուկային ավետի համար, ամբողջ Եվրոպա, Ամերիկա, մեկ որ նայում ես, ասում ես, վայ, խեղճ մարդիկ, Աստծո խոսք կարդացեք, տեսեք, Տերը ասում է, ընդեղել եմ գտնելու ձեզ։ Չեք կարա ծածկվեք իմ երեսից, բայց եթե այսօր չես ուզում ծածկվել Տիրոջ ձեռքի տակ, ծածուկ բաներ ես փնտրելու, ծածկվելու տեղեր ես փնտրելու, բայց քեզ չի հասնելու դրանք։ Փառք Տիրոջը, որ այսքանը մենք հասկացել ենք, Տերը ողորմություն արել մեզ։ Այն օրը 20-րդ խոսքը։ Մարդը կգցե իր արծաթի կուրքերը, ոսկի կուրքերը, որ շինել են նրա համար, որ երկրպագություն աներ, խլուրդների մոտ եւ չղջիկների մոտ, որ մտնե ապարաժների ծակերը, վեմերի ծերպերը, Տիրոջ վախի երեսիցը եւ նրա վեհափառության մեծությունիցը։ Դադարեցեք մարդի վրա հուսալուց, որի շունչը նրա ռնգանց մեջ է, որովհետև ինչ է համարվում նա։ Ալելույա, օրհնյալ է մեր Տերը։ Մենք մարդու չենք ապավենել։ Մեր ապավենը, մեր հույսը մեզ ելի փրկիչն է, Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ ուրեմն եթե այս ամենը մենք լսեցինք, սիրելիներ, արդեն հասկացանք, որ ներքին սենյակը մեր հենց այն անապատն է, որտեղ կարող ենք բարկությունից փախած համարվել, մենք պետք է վերջո մեր անձերը պատրաստենք Տիրոջ առաջ, որովհետև Տերը նաև շուտով գալու է։ Սիրելիներ, մենք որ այսօրվա դրությամբ չենք փնտրում աշխարհային մարդկանց միջավայրերը, սրա պատճառը սա չի, որ մենք իրենցից մեզ բարձր ենք գնահատում։ Ուզում եմ սա էլ հասկանանք։ Մեր փրկությունն է գործում, սիրելիներ։ Ինչպես գրված է, որ մեր անձերի փրկությունը գործենք։ Եվ հիմա ես վերջապես ուզում եմ մի համար ասել, որ ժամանակն այլևս մեր համարյա չի ներում, բավական երկար է խոսքս, բայց ես խոսքի շուրջ կուզեմ բոլորդ մտածեք, նյութ եմ տալու ձեզ խորհելու այս հարցի շուրջ։ Այդ հարցը սա այսօրվա վերջին համարն է, Ղուկաս ավետարան 17:21։ Ղուկաս ավետարան 17:21։ Ոչ էլ կասեն, թե ահա այստեղ է, կամ ահա այնտեղ է, որովհետև ահա Աստծո արքայությունը հենց ձեր ներսումն է։
Այստեղ չի գրված, որ Աստծո արքայությունը ձեր ներսում կլինի, ուշադրություն դարձրեք։ Այստեղ չի ասվում, որ Աստծո արքայությունը բազմությունների մեջ է։ Այստեղ չի ասվում, որ եթե անեք այս կամ այն բանը, նոր կգա Աստծո արքայությունը ձեր մեջ։ Վերջապես այստեղ չի ասվում, որ Աստծո արքայությունը Հիսուս Քրիստոսն էր, որ իրենով շրջապատված էին այդ ժողովուրդը եւ ասում էր ես եմ ձեր մեջ։ Դից միտք չկա գրված այստեղ։ Այստեղ գրված է բոլոր վերստին ծնվածների համար, որ Աստծո արքայությունը արդեն իրանց մեջ է։ Շարունակությունը կարող է երկարել խոսքից, բայց ես հարց եմ տալիս։ Ձեզ գնացեք մտածեք ամեն մեկը։ Պատահական խոսքեր չի։ Սա հրճակում արել Տերը։ Սա արել է վերստին ծնվածի համար, երբ Հիսուսին ընդունել է մեկը, Հիսուսն եկել է անձի ներսում բնակվում է արդեն, ինչպես հասկանանք հատկանիշները, հատկությունները, որոնք պարզ ապացուցում են, որ այո, Աստծո արքայությունը իմ մեջ է։ Կարող է մարդը Աստծո արքայությունը ունենալ իր մեջ, վերստին ծնված լինել, բայց այդ արքայությամբ չապրել։ Ցանկի տարբեր բաներ են։ Աստված քեզ նվեր է տվել։ Դուք սիրում եք, չէ՞, որ նվեր եք առնում, մարդկանց ցույց եք տալիս նվերները։ Ձերի փրկությունը Աստված մարդուն շնորհել, բայց մարդը բավարարվում է նյութական ամեն տեսակի նվերներով։ Թանկ է համարվում։ Հիշատակը սա մոր, հոր եւ այլն, այսպեկ են մեկի, կնոջես, տղայիս։ Թանկ են դրանք իր համար, նվեր են դրանք իր համար, բայց որ Աստված ձերի փրկել է մարդուն, հավիտենական կորստից է փրկել, մարդը այս նվերը չի հասկանում։ Ձերի շնորհվել է քեզ, դու մեղքերդ խոստովանել ես, Տերը ներել է քեզ, վերստին ծնունդ է տվել, արքայությունն իր քո մեջ է բերել, Սուրբ Հոգին որպես ամենամեծ նվեր ու գանձ պարգև քո մեջ է բերել, բայց դու այսօր երկնքի արքայությունը քո մեջ կրելով, դու այդ արքայության, այդ հաղորդակցության բացարձակապես ոչինչ չունես։ Մտածեք սրա մասին։ Այդ արքայության մեջ գտնվողը ոնց կարա ինքը երկրի վրա, որ Տերը հրճակում ասա, որ դա արդեն արել է, սառած, պաղած, մի հատ կյանքով ապրի, սովորական անհավատից չտարբերվելով։ Սրա մասին խորհեք, սրա մասին շատ ասելիքներ կարա լինի սեներ, բայց թող Տերը բացի մեզ յուրաքանչյուրից մեր խնդիրները։ Փառք Տիրոջը գոհանանք այսօրվա պաշտամունքի համար։ Շնորհակալ լինենք Տերիցը, որ այո Տերը այսօր ապրում է մեր մեջ, իր տաճարում եւ ինքը մեծ ծածուկում շատ բաներ է բացում հասկացնում։ Թող իր անունը մեծարվի, ամեն։